Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի գլխավոր հարցերից մեկն է։ Դաշինքի հավաքին անձամբ մասնակցելու համար Երևանից Հաագայում է նախագահ Զելենսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը սիրով են դիմավորել նրան։ Դժվարությամբ դիրքավորվել ջերմ լուսանկար ստանալու համար։ Եվրոպան վերջապես արթնացել է, գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի համար կսահմանի պատմական նոր ծախսեր։ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ՀՆԱ-ի 5% պաշտպանության վրա ծախսելու ծրագիրը քննադատում է Իտալիայի նախկին վարչապետը, ով նույնպես Հաագայում է, բայց չի մասնակցում գագաթնաժողովին։ Ջուզեպե Կոնտեն պնդում է, սպառազինության վրա ծախսված գումարները սպառնալիք են մարդկության և մեծ բեռ համաշխարհային տնտեսության համար։ Երբևէ եղել է մի ռազմական դաշինք, որը զանգվածային զենքեր է կուտակում, պարզապես դրանք ունենալու համար։ Նրանք պնդում են, որ պաշտպանության ծախսերը ավելացնում են անվտանգության համար, բայց արդյունքը հակառակն է։ Երբ պետությունների մի մասը զենք են կուտակում, մյուս ազգերը դա որպես սպառնալիք են ընկալում, ավելացնելով իրենց ռազմական ծախսերը։ Եթե ՀՆԱ-ի 5%-ի այս ծրագիրը հաստատվի, միայն Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ծախսերը տարեկան ավելի քան 500 միլիարդ եվրո կկազմեն, եռապատկելով ներկայիս ծախսերը։ Չնայած ներքին որոշ անհամաձայնություններին, Ուկրաինային օգնելու հարցում դեռ վճռական է ՆԱՏՕ-ն։ Նույնիսկ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները հրաժարվում է առաջվա պես ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային։ Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով, դաշինքում Կիևին աջակցելու ներքին համաձայնություն կա։ Այսօր սպասվում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը, փակ դռների հետևում։ Մինչև այդ, Նիդերլանդների խորհրդարանում Զելենսկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին ցավոտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու համար։ Ես կոչ եմ անում ձեզ աջակցել մեզ։ Ռուսաստանը պետք է տեսնի, որ Ուկրաինան մենակ չի մնա, Եվրոպան չի նահանջի։ Ռուսաստանն ավելի ուժեղ է, քան մեզանից յուրաքանչյուրն առանձին, բայց ավելի թույլ է, քան բոլորս միասին։ Զելենսկիին հանդիպելուց առաջ Հաագայում Միացյալ Նահանգների նախագահն արդեն խոսել է Էրդողանի հետ։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Այսօր գագաթնաժողովի վերջին օրն է։ Ռյուտեն ասել է, որ վերջում կհրապարակվի կարևոր ձևակերպումներով փաստաթուղթ, որից մանրամասներ չի բացահայտել։ Միայն հաստատել է, որ ՆԱՏՕ-ն 5 անգամ կուժեղացնի օդային պաշտպանությունը։ Մարիամ Ամերջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։